Շարունակում ենք ծրագիրը բարեկամներ, արդեն ժամանակն է, որ հյուրընկալենք Արմենին Չիբխչյան։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Այսօր նյութեր շատ ունենք, բայց վերջում արի երկու բառով Իրան Միացյալ Նահանգները, որտեղ դա բոլորիս ուզում է բոլոր իմաստներով, բայց մինչ այդ քեզ շատ հուզել էր այն փաստը, որ Ամիրյան փողոցը վերանվանվել է։ Ես կարծում եի Թագավորի անունը կդնեին, բայց ուրիշ բան, բայց ոչինչ, կարևորը ինչից են անել։ Ցանկացած հայ Թագավորի անուն որ դնեն, ես դեմ չեմ։ Կամ քաղաքացու հասարակական Ամիրյան։ Ասա այդ մասին ինչ ունես ասել։ Ես լուրը լսեցի, որ ասում եք կան քննադատողներ։ Դե կլինեն, գիտես, ցանկացած փոփոխություն մանավանդ Հայաստանում միշտ առաջացնում է ընդդիմություն։ Ուրեմն ամենակարևորը ընդհանրապես դուք նշեցիք Բաքվի 26 կոմիսարներին եւ Շահումյանին, ուրեմն դրանք ընդհանրապես Հայաստանի հետ կապ չունեն։ Դրանք Ադրբեջանում փորձում էին բոլշևիկյան իշխանություն հաստատել ու այդ ընդհանուր այդ կոմունիստական եղբայրության շրջանակում եկա որ հայկական ազգանուններուն, այսինքն Շահումյանը, բերը չգիտեմ չի արձանա բառը լավ դրել են հասկացա կա։ Հիմա ասածս ինչ է, ուրեմն նախ սա իրանց այդ Ամիրյանները, Շահումյանները ու մնացած բոլոր այդ անվանումը դրանք խորհրդանշ դրանք այսպես ասեմ Ռուսաստանի համար Հայաստանը ստրկության մեջ պահելու սիմվոլներից են։ Դուք նկատեք ուշադրություն ուզում բերեմ Ուկրաինայի օրինակի վրա, երբ որ Պուշկինի կամ Եկատերինայի արձանները քանդում են Ուկրաինայում, հələ մի հատ էլ լկտիության աստիճանը, որ վրդում են ասում են, «Իդ ինչի է քանդում Լերմոնտովի Պուշկինի եւ բանը, ասենք, ինչի է վերացնում Լենինների արձանները Ուկրաինայից»։ Ուկրաինացի Արմեն կներես երկու բան իրար խառնեցին, ուրիշա Լենինի արձանը, ուրիշա Պուշկինի արձանը, էլի։ Տարբերություն կա, ամեն ինչը չի որ ուշադրություն դարձեք, չէ։ Պուշկինը ինչ մեղավոր է, որ ասենք հիմա տենց քաղաքականություն ավարում Պուտինի կառավարությունը։ Ես ես ասեմ, եթե դուք ուշադրություն դարձեք նաև Պուշկինի գրառումների մեջ եւ նույն ասենք եւ Լերմոնտովների եւ մնացածի, իրականում դրանք նաև ցարական ես ինչքան եմ ասում, չէ, մշակույթի միջոցով նաև աքսորեցին ցարական կառավարության դեմ իր ելույթների համար Պուշկինին։ Արմեն, ինչի մասն է խոսքը։ Այն պոետ մարդը ինչ է խառնում։ Պուշկինին չեն աքսորը, Պուշկինին աքսորել են։ Ես գիտեմ Լերմոնտովներ դեկաբրիստերի հետ կապված, այո, բայց ուրեմն այսպեսի մի բան, ուրեմն տեսեք Պուշկինի հետ կապված եւ Լերմոնտովի իրանց գրառումների մեջ այդ իմպերիալիզմը կա ռուսական ցարական հասկանում եք, այսինքն Նժդեհի գրառումների մեջ չկա իմպերիալիստական ֆաշիստական բաներ, ռասիստական, այսպեսի բաներ մի ասեք, Նժդեհը վերազգային հերոսն է, լավ է, Նժդեհը հերոս իրա ոնց Զանգեզուրը փրկեց Նժդեհը Հայաստանի համար, Սյունիքը փրկեց, ոնց դրանից ավելի բան, այսինքն հիմա իր գաղափարները Արմեն այնքան հնացած ու վան են։ Չէ, եկեք լավ չվիճենք, Նժդեհի համար հերոս է ու հերոսել կմնա, այստեղ երկու կարծիք չկա, Նժդեհը որտեղ ազգային գործիչը դա Ալբանա, մենք երբեք իմպերիալիստ չենք եղել, հատկապես մեր պետության չափեր, ինչ իմպերիալիզմի մասին է խոսքը։ Հայաստանի անկախության մասին է եղել խոսքը եւ անկախության ամրապնդման։ Նժդեհը պայքարել է հայ ժողովրդի ինքնության համար, հայ ժողովրդի անկախության համար։ Այդ մնացած այդ քաղաքական բաները, այդ Նժդեհի մեջ որ դուք ասում եք ինչ ոչ մի ֆաշիստական բան չկա, աշխարհքաղաքական իրավիճակում ինքը փորձել է կողմնորոշվել Հայաստանի համար ինչ որ հարցերում, բայց նա երբեք չի կռվել ֆաշիստների կողմից, ասում եք։ Երկրորդը մասում կռվել է, բայց գաղափարներ ունի։ Գաղափարների հարցը չի, ինքը փորձել է աշխարհքաղաքական։ Հիմա ոնց է, չէ՞, ասենք դիվերսիֆիկացիա է, փորձը կոպիտ ասած, երբ որ նայում ես, չէ։ Հիմա ասում ենք մենք պետք է արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնենք, ինքն էլ այն ժամանակ ելներով աշխարհքաղաքական զարգացումներից Հայաստանի համար, այսպես ասի, ես գիտեմ ինքը ինչքան պոպուլյար է։ Չէ, եկեք ուրիշ բան ասեմ, չէ, եկեք դրա համար փոխել իմ կարծիքը։ Նժդեհը անհերքելի հեղինակություն է, ես ասեմ։ Անհերքելի հեղինակություն։ Իմ համար տեսեք, հիմա ես ես մի բան ասեմ, դուք որ ֆաշիզմից եք խոսում, առաջի ֆաշիստը, եթե տես վերցնեք, Ստալինն է, որովհետև 39 թվականին Հիտլերի հետ միասին սկսել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դու չեն Իտալիայում սկսվեց ֆաշիզմը, չէ, եթե մենք անցավ Գերմանիա, ես հասկանում եմ ֆաշիզմը իտալական է, ես հիմա չեմ տերմինների մեջ խառնում, եթե ֆաշիստական գաղափարների մասին ենք խոսում, Հիտլերն ու Ստալինը 30 թվականին բաժանեցին աշխարհը եւ դուք գիտեք, որ արևելյան Եվրոպան գրավում էր այսպես հաճույքով Ստալինը Հիտլերի հետ միասին, այստեղ իրանք կամպանիան սկսել էին, բաժանել էին, Լեհաստանը բաժանեցին, հետո Ֆինլանդիա մտավ, հետո Ռումինիա, պայմանագիր ունեն, դա գաղտնի պակտն էր Մոլոտովի Ռիբենտրոպի, դրա համար որ հետո հայրենական կեղծ բանը հորինեցին, որ իրանցից ջրեն այդ, որ իրանք Հիտլերի հետ երկրորդ համաշխարհային սկսել, դա ուրիշ պատմություն է, բայց եկեք վերադառնանք թեմային։ Ասեմ, չէ, այդ մի բան էլ ասեմ, երբ որ Լեհաստանի վրա հարձակվեց Հիտլերը, բանը Պրավդայում գրվեց, որ ազատարար գերմանացի ժողովուրդը իր բաները ազատագրելու համար մտել է Լեհաստան, այսինքն լրիվ նույն բանը ինչ որ Ուկրաինայում է, Ռուսաստանը, այո, 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 հետո ինչ
վիճակը փոխվեց, երբ որ այո, ճիշտ է։ Սեպտեմբերի 1-ին հարձակվեց Հիտլերը, սեպտեմբերի 17-ին հարձակվեց Ստալինը Լեհաստանի վրա։ Լավ, այստեղ մի բան ես ուզում եմ գովեմ, սա լավ քայլ է, սա ճիշտ քայլ է, սա իրականում այո, ոնց կարելի է քննադատել, եթե ինչ որ Ամիրյանի, ասենք, որը Հայաստանի նաև ստրկացման բաներից է, ասենք, ջատագովներից է եւ ասենք գործիքներից է եղել, ասենք կամ Շահումյաններին եւ ոչ միայն Հայաստանի ամբողջ հարավային Կովկասի, այսպես ասած, դրանց մասին մենք չենք մտածում, մենք Հայաստանի մասին ենք մտածում, ասենք, փոխել Տիգրան Մեծի անունով ու բողոքել, Տիգրան Մեծի անունով ու բողոքել, պետքա բոլորս ծափահարենք այս որոշման համար եւ ես կարեւոր եմ համարում, որովհետեւ մենք սա շեշտենք այս եթերից եւ մարդիկ էլ լսեն։ Հետարքիր է, թե ինչ հայնած պատճառաբանությունն է, էլի, ասենք, ինչու պիտի մենք պահենք այդ մարդու անունը, որը կոմունիստներ են։ Եվ ես կոչ եմ անում, ասում եմ, գիտեք, ես իրականում սա փոքր քայլ է, բայց սա այն իրական փոքր գործերից է, որ գործ է, եւ պետք է բոլոր անունները հերթով փոխվեն։ Ոնց որ Ազիզ Բեկովինը փոխեցին, Ազիզ Բեկով ազգանունով ինչ հրապարակ Հայաստանում, ինքը ադրբեջանցի ամեն բան։ Այո։ Դե հերթով քիչ-քիչ։ Այո։ Հիմա մեզ մոտ գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուխչյանը։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Այո, մենք այս բանի արանքում պաուզայի արանքում, որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկություն տանք ճշտեցինք, այո, Պուշկինին փորձել են ուղարկել Սիբիր, բայց լավ ընկերներ ա ունեցել, լավ ծանոթներ ա ունեցել իր ազատասիրության համար, հետեւաբար որպես պատիժ փոխել են ոչ թե ուղարկել են Սիբիրներ, այլ այսպես ասել են գնա հարավներում ճանապարհորդի դրա համար Կովկասում ապրել Ուկրաինային ուղարկել, տենց պատտվել է, բայց իրականում տեսեք, ցարիդեն պամֆլետներ էր գրում։ Այո, ազատասիրության համար ուզեցել են պատժեն։ Իրականում ասեմ ձեզ, մեկը միևնույնն է, մշակույթը ստրկացման միջոցներից մեկն է, եւ ես կոչ եմ շարունակել եւ ոչ միայն իրանց ռուսական մշակույթը, այսպես ասեմ, ինքը տես բան ունի, էլի, ասում է, իրանց ամեն ինչը, լեզուն, ամեն ինչը ստրկացման միջոցներից ես չեմ կարծում։ Ես ասեմ, այո, եթե մի երկիր, ասենք, շատ տարված է, ասենք, մեկ կոնկրետ մի երկրի մշակույթով ամբողջությամբ մտածելակերպն էլ է, չէ՞, սկսում արդեն կամաց եւ ինչ որ անուղակի կախվածություն առաջացնում, որ դու անգամ չես զգում, դա շատ վտանգավոր բան։ Դե բայց ինչու ասենք նույն բանը անգլիացիների մասին չի կարելի ասել կամ բոլորի մասին, չով ասում, բոլորի մասին, հարցը հետեւյալն է, որ օրինակի համար կոնկրետ ինչ որ երկրի գերտերության ազդեցությունը կոնկրետ երկրի վրա վատնա թե լավն է օրինակի համար, ի վիճակից մի հետարքիր բան ասեմ, անգլիացիներից խոսեցինք, հիմա տեսեք, ռուսական գրականությունը ամբողջ աշխարհի վրա ինձ թվում է դրական ազդեցություն է ունեցել։ Ոչ միտեղ ագրեսիվ բան ես չեմ տեսել Արմեն։ Բայց լավ, արի, լավ է։ Եկեք, այսինչ մի հատ բանի մեջ ենք մտնում, հա։ Հետարքիր մի բան ասեմ։ Ուրեմն բանը, պարոն, Պեսկովը ասում է, որ մենք եղբայրներ ենք, Պեսկով, այսօր պաշտոնական նույն հայտարարում է, Հայաստան, Ռուսաստան եղբայրներ են։ Հետո բանը Մեդվեդևը ասում է, որ դուք ասում է փապետներն եք ասում է բանի, որ եւ շատ վտանգավոր ճանապարհով եք գնում։ Հա։ Մեդվեդևն է ասում եւ մի բան էլ կար էստեղ, Տիկին Սիմոնյանը ընդհանրապես խելքը կորցրել է եւ ասում է, որ պիտի ասում է համացանցում հետևենք, ճանաչենք, որ Հայաստանից գալիս են հետ Ռուսաստան, ովքեր որ քվեարկել են Փաշինյանի օգտին, նրանց պիտի թույլ չտանք ընդմիշտ մտնել Ռուսաստան իմանալու։
Դες ինչա հենց այդ էր հետարքիր ամենա։ Դե իհարկե գաղտնիա քվեարկությունները բոլորս գիտենք, ասում է համացանցով հետևելով։ Այսինքն, եթե մի հատ լայք ես կամ սրտիկ ես դրել Փաշինյանին, դու էլ Ռուսաստան մտնելու իրավունք չունես, էսա։ Դա հասկացա։ Հիմա տեսեք, ուրեմն իրենք հստակ ասում են, որ Պեսկով ասեց Հայաստանը պետք է ընտրի ԵԱՏՄ-ն։ Այսինքն պետք է մենք հաստատ իմանանք, որ դուք պետք է հենց հիմա հայտարարեք։ Փաշինյանն էլ հնարավորինս զգզգում է այդ։ Այո, որ դուք ընտրում եք ԵԱՏՄ-ն։ Իսկ սա ինչ է նշանակում։ Տեսեք, մենք հիմա հազիվ հնարավորություն ենք ստացել, շուկաները բացվում են, տարբեր քլստիվիներ հիմա այդ աղմուկը բարձրացրել են, բա ուրա ծաղիկը գնալու, բա ինչ ենք անելու։ Դե ասենք ինչ եք առաջարկում, ծաղիկի պատճառով անկախությունը տնենք, հա։ Այսինքն ինչ անենք, հա։ Կամ բիբարի, հա, կպղպեղի եւ այլն։ Դրա համար տեսեք ինչ է կատարվում, իրանք, այսինքն, երբ որ դու հետեւաբար ինչն է գլխավոր միտքը, անգամ Փաշինյանը, որ այս պահին ասում է, որ մենք չենք որոշել, մենք ԵԱՏՄ-ին մնալու ենք, շարունակում ենք աշխատել, նրանք ասում են, չէ, տեսեք, հիմա դուք արևմուտք ստանում եք ճանապարհ, դուք հիմա ձեր քաղաքականության պատճառով թեկուզ կարող է մեզ հետարքից չի դուք արևմուտքին կուտ եք տալի, թե մեզ եք կուտ տալի, ական չի։ Մենք հստակություն ենք ուզում։ Փաշինյանն էլ ասեց, երբ որ դուք որոշեք, որ մենք դուրս գանք, ասեց մենք դա Դե ինք շատ լավ հասկանա, որ նրանք չեն ուզում, որ դու դուրս գաս, հա։ Exactly։ Հենց այդ է, իսկ եթե հիմա Փաշինյանը հայտարարի, որ մենք ընտրում ենք ԵԱՏՄ-ն, արևմուտքը կասի՝ մի րոպե, տղեկ ջան, բա մենք չենք ձեզ փող տալի, արտոնություն տալի եւ այլն։ Այսինքն ինչ է ուզում Ռուսաստանը, որպեսզի Հայաստանը հայտարարի, որ ինքը ընտրում է միայն Ռուսաստանը, որպեսզի արևմտյան օգնությունը, ամբողջ այդ դիվերսիֆիկացիան մի օրվա մեջ փակվի։ Ինչ է կարծում Ռուսաստանը, Հայաստանը նման քայլի կգնա այսքանից հետո Արմեն, դրա համար դե չէ, իրանք միամիտ չեն, իրանք ճնշման գործիքներ են օգտագործում, այն չէ ծաղիկի խոսակցությունը, այն չէ այդ ամեն ինչը ճնշման գործիքների միջոցով։ Իսկ թվում է այստեղ Ռուսաստանի վախերից ամենամեծը այն է, որ շատերը կարող են Հայաստանի օրինակին հետևել։ Մանավանդ եթե Եվրոմիությունը խոսքից անցնի գործի, բոլորը հասկանա, որ մենակ չի խոսում Եվրոմիություն, այլ նաև գործով է ապացուցում, որ լավ օրինակը Հայաստանը լինի։ Եվ դա վտանգավոր է իրենց համար, եւ դա Ռուսաստանի համար իսկապես կործանիչ է, արդեն ճաքեր է տալիս կայսրությունը ռուսական։ Այո, եւ մենք հիմա տեսնում ենք ինչ է կատարում ռազմաճակատում, միանշանակ ու տեսեք դուք բան ասեցիք, դուք ճիշտ բան եք ասում մշակույթի հետ կապված, ամեն մի մշակույթ իր համաշխարհային ազդեցության վրա թողում է, բայց տեսեք մի տարական բան, օրինակ ռուսները, այսինքն նույն Ուկրաինայում մի հատ ինչ որ ռուս գործիչի արձանը տասնյակ քաղաքներում ամենտեղ պիտի պարտադիր լինի։ Դա ուրիշ խնդիր է։ Հասկանում եք, այսինքն իրենք այդպիսին են, ես տարբերությունն եմ ուզում ասեմ, իրենց ու ռուսների միջոցով։ Օրինակ, չգիտեմ, Բայրանը մեզ համար ավելի լավն է եղել, չէ՞, կոպիտ ասած, քան Պուշկինը հայերի համար, Պուշկինը վատ բան ասե հայերի համար, Բայրանը լավ բաներ է, կոպիտ ասած։ Մի օրինակ մենակ բերեմ։ Բայց կներեք, անգլիական կայսրությունը, գաղութատիրական քարտեզը որ նայես, તો Ռուսաստանն էլ բոլորը կողքը լաց կլինեն։ Աշխարհի կեսից ավելը իր գաղութն է։ Հասկանում եմ, ես ուրիշ բան եք տարբեր բայց ասենք հյութերը քաշում էր ամբողջ։ Հասկանում եմ, բայց տեսեք, հիմա օրինակ Հայաստանում քանի հատ Բայրանի արձան կա, բայց քանի հատ Պուշկինի արձան կա, հասկանում եք, եթե տեսնեք Կիսանդրի կամ բան որ վերցնենք, անհամար անհամեմատ։ Դրա համար ասում Բայրանը լավ բան ասել հայերի մասն է դերիկա։ Չէ, ուզում ասեմ, իրանք ամեն ինչը աղավաղում են, իրանք այդպիսին են, հասկանում եք, ասած այո, ամեն ինչը։ Լրիվ դրա հետ լրիվ համաձայն։ Տեսեք ոնց են մեզ վերաբերվում, ինչեր են խոսում։ Եմ ինչի՞ մա չի շնորհավորել Արմեն, սա ինչ։ Այո, դե հենց այդ է հարցը, որ իրենք երևի սպասում է, որ ինքը պիտի գնա ձեր անգամ շնորհավորելն են ճնշման գործիք օգտագործում, ես սա եմ ասում, դա զզվելի է, հասկանում եք, իրանք իրենց պահվածքը զզվելի է այն դեպքում, որ նույն Փաշինյանը չի ասում ես դուրս եմ գալու ԵԱՏՄ-ից, բայց իրանք ասում են ոչ, հենց հիմա մեզ հավատարմության երթում տուր, փակի սաղ ճանապարհները, որ մենք հաստատ իմանանք, որ դու մենակ մեզանից ես կախված։ Այո, բայց ինձ թվում է Փաշինյանը ճկունությունացույց բերում է, այո, ասեց այո, ես Չէ, ես Փաշինյանի ճկունության հետ կապած չասեցի։ Չի ցուցաբերում ճկուն քաղաքականությունը։ Գիտեք ինչ, ինքը փորձում է մանևրել, մանևրում է, էլի փորձել է որն է։ Բայց ճկունությունը այստեղ տեսնում եք, իրանք ասում են, չէ, մեզ պետք չի ճկունություն, մեզ պետք է դու հստակ երթման տաս։ Իրանց ասածն է, ոչ թե իր ասածն է, ինքը դրա համար հասկանում եմ, ես Փաշինյանի քաղաքականությունը այլ բան է բալանսավորված է, դա ճիշտ է, ճիշտ չի, մենք դրանից չենք խոսում։ Մենք հիմա խոսում ենք Ռուսաստանի վերաբերմունքի մասին։ Լավ, հիմա էլ խոսենք դրա, ճիշտ է։ Չէ, ես չեմ կարծում, որ բալանսավորման քաղաքականությունը ճիշտ է հիմա։ Արմեն ո՞նց էր ազգանունդ Արմեն։ Եվ Դերենիկը 6 տարի հետո Դերենիկը մոռացավ իմ ազգանունը, ֆիքսենք։ Լավ, մի 6 տարի հետո էլ որ հիշեմ էլի լավ է։ Մինչ վաղը տեսություն։